Կարեն եղբայր, եթե հորոսկոպն ասել է, որ ես աղեղնավոր եմ եւ կարդացել եմ, որ այսօր ինձ հետ վատ բան է լինելու, արդյոք դա կարող է իրականանալ։ Եթե հավատանք, իհարկե կիրականանա, բայց ինչու ենք հավատում անմտությանը։ Աստվածաշունչն ասում է՝ մի հարցրեք ու մի հավատացեք երկնքի զորքերին, այսինքն աստղերին, այդ բոլոր նշաններին կամ չգիտեմ մարդկային ծնված ինչ որ նախանշանների, տառերի, թվերի, կենդանակերպերի, եթե դու այդ ամենը մերժում ես, ազատ ես ապրում։ Քո կյանքի վրա խոսել է Աստված, եւ Աստված ունի խոսք, որ ես ձեզ տվել եմ ապագան եւ հույսը։ Իհարկե պետք է մերժել, չհավատալ եւ ոչ մի կերպ դա չի կատարվում։ Իսկ եթե երազումս վատ բան եմ տեսել եւ երազահանը ունի դրա մեկնությունը, կարելի է հավատալ դրան։ Հավատքը շատ յուրահատուկ մի բան է, պարգև է Աստծուց։ Ինչու հավատալ մի երազի, որը չար է, որը մահվան մասին է, վթարի մասին է, դժբախտության, կորուստի։ Գիտեք, շատ անգամ մարդիկ ասում են, մեր տեսած երազները կատարվում է, եւ դրա համար ունեն ապացույցներ երազատեսին կամ պայծառատեսին։ Լսեք, այդ ամենով մի զբաղվեք։ Եթե վատ երազ ես տեսել, առավոտյան արթնացի, աղոտ կարող ասա՝ Տեր Աստված, ես խնդրում եմ, որ այդ երազը ոչ մի կերպ չկատարվի։ Եթե ինչ որ մի տխրություն ես տեսել, վեր կաց ու Աստծմով Աստծո խոսքը կարդալով ուրախացի։ Իհարկե, եթե մերժես, դա չի կատարվի։ Իսկ եթե սրտումդ պահես ու սպասես, սատանան նույնպես օգտվում է քո հավատքից։